Համեստությունը չի զարդարում կնոջը, ու դուք պատրաստ եք այս խոսակցությանը։ Այս մրցակցային աշխարհում, որտեղ առանց այն էլ որևէ մեկի ուշք ու միտքը մենք չենք, սпасելը թե ինչ-որ մեկը պիտի գա ու գնահատի մեզ, ծափահարի ու ձեռքներիցս բռնած տանի դեպի նոր նվաճումներ, ոնց ասեմ, վերջին անգամ այդպիսի բան Մոխրոտիկի հետ ա եղել։ Իսկ քանի որ 2018-ից հետո մենք էլ հեքիաթների չենք հավատում, ուրեմն պիտի ընդունենք, որ քո հաջողությունների մասին չպատմելը ու մյուսներին դրանով չողջևորելը առնվազն սխալ է։ Երբ շրջապատին ցույց չես տալիս քո արժեքը, ուրիշներն են այդ արժեքը որոշում քո փոխարեն, եւ որպես կանոն դա լինում է ավելի ցածր։ Փոքր ժամանակ գուցե ձեզ են ասել գլուխդ կա, գործդ կանես, համեստ կլինես, բախտդ կբացվի, բայց արի ուտես, որ իմ բախտը բացվելու բոլոր դրվագները, այսինքն երբ ինչ որ հարցում հաջողել եմ, կապված են եղել համարձակ լինելու, չլռելու, այս արևի տակ իմ տեղի համար պայքարելու հետ։ Եթե դուք չպատմեք ձեր հաջողությունների, տաղանդների մասին, ապա ով պիտի դա անի ձեր փոխարեն։ Գիտեք, մեր շուրջը ինչքան կան համեստ մասնագետներ, ում ողջ կյանքում այդպես էլ չեն գնահատում ու չեն ճանաչում։ Ու եթե ինչ, այո, կան իրավիճակներ, որտեղ այդ համեստությունը շատ գեղեցիկ կարող է նայվել, բայց դա պիտի լինի խելքով արված ընտրություն, ոչ թե մանկությունից եկած կոմպլեքս։